Երեք մի հատ ուղիղ եթեր մտեք։ Երեք Ջրվեժի համայնքապետարանին ներկայացվել է, որպես տենդերով շահված կազմակերպության կողմից ուր են տեղափոխվում շները, Ջաջուրի գոմանոցը, որտեղ սենյակ է ներկայացվել, սենյակում դրված է եղել սեղան, աթոռ, պահարան, ներկայացված է վիդեոյում, որ այդ սեղանի վրա են շներին վիրահատում եւ ընդհանուր Ջաջուրի գոմանոցի տարածքը, որից հետո ժամը 16:00-ին, ինչի փաստերը ես ունեմ, խնդրեմ, իրանց մեքենան հավաքել է Բագրևանից եւ Ջրվեժից շներ, խնդրեմ հիմա նկարը ես ցույց տամ, որ մեր լրագրողը նկարը ֆիքսի եւ տեղափոխել են ստորագրությամբ Ջրվեժի համայնքապետարանից Ջաջուրի եվրոպական ստանդարտներին համապատասխան ճակերտներում կլինիկան։ Ժողովուրդ ջան, ֆիքսվեց։ Հիմա ես նկարն էլ ներկայացնեմ։ Մի վարքյան, որից հետո ես չգիտեմ այս ոստիկանությանը ով է կանչել ստեղ, ես դեռ չեմ կանչել, ես պատրաստվում եի կանչեի Ջաջուրից, բայց շատ տարօրինակ է, որ այդ ինֆորմացիան արդեն հասել է ոստիկանություն, ինչը ապացուցում է այն փաստը, որ ընկեր Վիրաբյանը սերտ կապերի մեջ է մեր օրենքի հետ։ Ապրի ընկեր Վիրաբյանը, բայց երևի սխալվել են, որովհետև չեն հասկանում ում հետ գործ ունեն իմ հետ, ես Տեր Անտոնյան Գոհարն եմ, ու մինչև այս գոմանոցը քոքից չվերածվի, Տեր Անտոնյան Գոհարը հանգիստ չի թողելու Գյումրիի ոստիկանին։ Ամենակարևոր հարցը տերտերների կուսությունն է։ Ուրիշ հարց մենք չունենք։ Վերահսկողության աշխատող ասում դա մեր գործը չի, ներկայացուցիչը ում գործը։ Դծվելի կաշառքով առած արտոն ու գալիս է տեղ։ Չէ, այս գոմը վարվելու է կամ էլ դուք ինչ եք գնալու, դուք որոշեք։ Երկու տարի է ձեր Գյումրիի ոստիկանությունը մեզ դրել է էշի տեղ, քնչականը դրել է էշի տեղ, դատախազությունը դրել է էշի տեղ, նաև ձեզ զգուշացնեմ, որ մեր զանգը բարձրախոսով է եւ լրագրողները նկարահանում են։ Հիմա մենք նորից գտնվում ենք Ջաջուրում, ահա զանգով, որ երեք Ջրվեժի տարածքից այդ կումի ՍՊ-ի ավտոմեքենան, վիդեոն կա, նկարները կա, համարները կա։ Առևանգել են շներ, ստեղծացման նպատակով եւ բերել են Ջաջուր։ Ինչը ներկայացված է Ջրվեժի քաղաքապետարանի համապատասխան բաժնում, տենդերը շահած է եւ ներկայացված է վիդեոներ, որ իրանք տեղափոխում են Ջաջուր, որտեղ իրականացնում են այդ վիրահատությունը։ Երեք բերված շները, որ պիտի վիրահատվեին, առևանգված, ստեղ չեն։ Մենք հիմա ստեղ ենք եւ այդ Շիրակի մարզ Ջաջուր գյուղ։ Մարդու վրա գրակել են, ոտայքի մարզի մասնավորների անստի ավտոբուս, ոնց է տաքսով էս էթու։ Այո, եւ ես զգուշացնում եմ, որ իմ հեռախոսազանգը ընթացք չստացած այս գոմը մեր բազմաթիվ կենթանապաշտպանների եւ լրագրողի ներկայությամբ վառվելու է։ Եթե օրենք չկա մեր երկրում, եթե դուք մենակ զբաղվելու եք տերտերները կույս են թե չէ, ես այդ օրենքը կպահեմ իմ ձևով եւ վառելու եմ մեր Ջաջուրի գոմանոցը։ Տեր Անտոնյան Գոհար, դոգմա հասարակական կազմակերպություն։ Միջազգային կազմակերպություն։ Այդ որ վառելու եմ, այդ դեսպանատներն էլ եմ ուղարկելու։ Այս երկիրանից խայտարակ եմ վերջնական։ Շունը բերաններից հաց չվերցնի։ Ես հիմա նաև ահազանգ եմ տալի ազգային անվտանգություն։ Ուրեմն մեր պահանջն է, որ մարզի դատախազը իր հետույքը վերցնի իր աթոռից, նստի իր մեքենան եւ գա հասնի ստեղ Ջաջուր եւ մեզ պարզաբանի ինչն է պատճառը, որ առ այսօր այդ ՍՊ-ների վրա, ընկեր Վիրաբյանի վրա ոչ մի մեղադրանք չի առաջադրվում, չնայած անցել է 2 տարի, չնայած բազմաթիվ ապացույցներ եմ ես ներկայացրել, որոնցից մեկը հենց հիմա է, հենց հիմա Բագրևանի առևանգված շները երեկվանից, որ պիտի ստելն էին չկան, եւ ամենակարևորը, որ մենք ստեղից այնքան չեն գնալու, մինչև մարզի դատախազը չներկայանա ստեղ։ Հակառակ դեպքում
բոլորս պատրաստ են գիշերել ստեղ, այնքան ժամանակ մինչև առիթ լինես գոմանոցը այրելու։ Եվ նոր ինձ օրենք էին բացատրում, որ այրելու համար ինձ քանի տարի կտան, ասեմ, որ ընկեր դատախաս, ընկեր մնացած պատկան մարմիններ, բա փողերը, մեր հարկերը, որ տալիս եք ընկեր Վիրաբյանին շնասպանդության համար, ու կիսվում եք հետը, այդ քանի տարի է։ Մի հատ այդ հարցին էլ ինձ պատասխանեք։ Փողեր լա փողները շների կյանքի հաշվի վրա հաշվին մնում են անպատիժ, նշանակում է գույքին վնաս տալը կմնա անպատիժ, իսկ եթե պատժվեմ ավելի կուրախանամ, կմտածեմ գոնե այս երկրում ինչ որտեղ կես տոկոս օրենքը գործում է, շատ շնորհակալ կլինեմ, որ պատժվեմ, չնայած ես ասում եմ, ես կասկածում եմ, ստեղ ես չգիտեմ դա մենակ Գյումրիում է թե համատարած, բայց կոնկրետ Գյումրիում հանցագործը մնում է անպատիժ, որովհետև եթե հանցագործը ունի փող, ինքը կարա անի ամեն ինչ։ Հիմա հույսով եմ, որ երբ որ ես վառեմ ու ինձ բռնեն, կենթանապաշտպանները մարդը 1000 դրամ կհավաքեն, մենք կտանք կաշառք եւ ինձ բաց կթողնեն։ Շնորհակալություն։